էր բղավում, ինչ պահված, ուղիղ ցուցումով ուղղակի մտան, դե ասած չէ, որ Լևոն Քոչարյանի երեխաները չեն ժառանգելու այդ տունը մինչև անգամ եւ ահա վաղ առավոտյան ժամը 7-ին ներխուժում են մարդկանց բնակարան։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը ինչ է տեղի ունենում եւ արդյոք սա աղետաբեր իրողություններից շեղելու այսպես մանևր է։ Ինձ թվում է այստեղ արհեստական շատ մեծ բան կա, մի տեսակ չի բռնում էլի իրականության հետ, այն իրականության, որի մեջ հայտնվել է Հայաստանը, Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրությունը, որպես պետություն, այն իրավիճակի մեջ, որ հայտնվել է Հայաստանը, այս ամենը ճիշտն ասած չի համընկնում։ Արհեստական բան կա, միանգամից սկսվեց, միանգամից բռնկվեց մարդը, թեև ինչ-որ գործընթացներ արդեն կային, ընթանում էին, բայց հիմա բերեց բոլորը հավաքեց միտեղ ու անցավ կտրուկ հարձակման։ Իսկ արդյունքում ես տեսնում եմ, որ լինելու է այնպես ինչպես միշտ, սա սովորական մի հատ արտահայտություն կա թոզուդուման, այդ թոզուդումանն են անում հիմա, կոծկելու այն իրավիճակը, կոծկելու այն պրոցեսները, որոնք խորքում ընթանում են այսօր։ Չգիտեմ, էլի 2000 թվի, 2004 թվականի ինչ-որ բաներ հանել այսօր, դրանք դարձնել առաջնահերթություն եւ դրանով քաղաքականություն ճշտել, մեղմ ասած, այդքան էլ խելացի գործ չէ, որ անում են։ Այս հարցերը կարող են եւ առանձին վարույթներով քննել, եւ առանձին ուրեմն հանդիպումներով, հրավիրելով համապատասխան ծառայություններ նախագահին եւ մյուսներին, բայց տեսնում եք, որ մարդը որոշել է այսպես գլոբալ լուծել հարցը, ինչը հաստատ իր հակով չէ, ինչը հաստատ ինքը չի կարողանալու անել։ Չի կարողանալու այն իմաստով, որ ընթացող գործընթացները առաջ են ընկնելու իրենից։ Իսկ թե ինչ գործընթացներ են, իրենք մեզ չեն ասում, մենք պիտի դեռ շատ վերլուծենք հասկանալու համար, ուղղակի ես երեք Ռուսաստանի նախագահի խոսնակը շատ հետաքրքիր ձևով այս հարցին մոտեցավ, երբ նրան հարցրել էին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, նա առանց որևէ անուն տալու, ուղղակի հայտարարել էր, որ Հայաստանում լուրջ քաղաքական գործընթացներ են սկսվել, որոնց իրենք հետևում են։ Ինչ գործընթացներ են դրանք, որտեղ կբացահայտվեն, ոչ ոք չի կարող ասել։ Հիմա փաստորեն մարդը պատրաստվում է հանձնել իր բարբարիր լեզվով ասած քյարքին, այսինքն Տիգրանակերտը։ Ես չգիտեմ, էլի բաներ են ուզում հանձնել, որոնց մասին մենք չգիտենք։ Ինքը պետության ղեկավարն է, ինքն է ստանում առաջին ինֆորմացիան, եւ ինքը ամբողջական ինֆորմացիան, եւ ինքը այդ մասին չի խոսում իր ժողովրդի հետ։ Ամեն անգամ, երբ պետք է մի հետագա հերթական հետքայլ կատարի, ահա այսպիսի ուրեմն փոթորիկներ է բարձրացնում հանրության աչքին, չգիտեմ ինչ երևալու համար։ Ինձ թվում է, շատ ուրեմն ես էլ չխորանամ կամ չտրվեմ ինչ-որ տեսությունների երկրի կործանման ու չգիտեմ ինչի մասին, բայց ինձ թվում է, որ այստեղ Փաշինյանը լուրջ բախումներ ունի իր լեգիտիմության հետ կապված։ Բախումներ իր լեգիտիմության հետ։ Մինչև այսօր Ռուսաստան տեսեք չի շնորհավորել, շատ երկրներ չեն շնորհավորել, որոնք ազդեցություն ունեն այս տարածաշրջանում, եւ ինքը հիմա այսպիսի քայլերով փորձում է լրացնել պակասը, ինչը նրան բնականաբար չի հաջողվում։ Մենք տեսնում ենք, որ չի հաջողվում։ Ինչպես չեն շնորհավորել, այնպես էլ ոչ ոք չի շտապի շնորհավորել նաեւ այսպիսի ուրեմն ձերբակալությունների, այսպիսի ռեպրեսիաների, այս ամենի ֆոնին։ Վստահաբար նույնիսկ Ադրբեջանին եւ Թուրքիային ձեռք չի տալիս այն ուրեմն քաղաքական կշիռը, որ Փաշինյանը ձեռք բերեց վերջին ընտրություններով, ընդամենը 49%, իսկ դա բնականաբար նրանք էլ են հասկանում, որ բավարար չէ, որպեսզի թե սահմանադրությունը փոխի, թե մնացած ուրիշ հարցեր կարգավորի, որոնք կապված են ժողովրդի կամարտահայտության հետ։ Պարոն Անդրեասյան, ամեն դեպքում գալով
ամբիոնից ուղիղ հրահանգը իջեցնում է դատախազության վրա, էլի ասենք։ Լավ, սա ինչ ժողովրդավարության մասն է։ Այստեղ ժողովրդավարությունից մոռացանք, անցնենք առաջ, Ինչ ատելություն ունի նախագահի նկատմամբ հենց երկրորդ նախագահին եւ ինչու հենց հիմա։ Ահա ամեն ինչն էլ ասում եք, դուք հիմա ինձնից էլ շուտ ասում եք, այստեղ ժողովրդավարությունը ուղղակի դնենք մի կողմ, սկսենք ատելությունից, սկսենք ուրեմն անհանդուրժողականությունից, սկսենք, չգիտեմ, պետություն ղեկավարել չի նշանակում դու հրահանգես ոստիկանը գնա քո ասածը կատարի։ Այդպիսի պետություն չի լինում։ Աշխարհում չկա այդպիսի պետություն։ Ընդհակառակը իրավապահ մարմինները հենց նրա համար են, որպեսզի նաև քեզ վերահսկեն, ոչ թե կատարեն քո ցուցումները։ Այդ նույն իրավապահ մարմինները այսօր Հայաստանում ցանկության դեպքում 1000-ումի այդ տեսակ գործ կբացեն քո դեմ։ Այդպիսի հարց կա, վարույթ կհարուցեն քո դեմ։ Ցանկացած պահի դու արդեն այնքան բաներ ես արել, որ ոչ մի օրենքի մեջ չես տեղավորվում։ Քո ձեռքից թռավ այդ իրավապահ համակարգը, դու կորած ես։ Նորմալ մի դատավոր կանգնի, քո մի կարգադրություն չանի, դու այդ դատավորին գլխատել կտաս։ Սա պետություն չի ախր, սա այստեղ արդարադատության մասին ընդհանրապես խոսք չկա։ Քաղաքական գործիչ, կին քաղաքական գործիչը ինչ գործ ունի, բանտում այն էլ մանկահասակ երեխա ունեցող։ Ինչ ես ուզում նրանից։ Լավ, քննադատել եք այս, իր քաղաքական գործունեության մեջ կողքիդ չի եղել։ Հետո դրա համար պիտի նա գնա բանտ նստի։ Այն էլ շինծու մեղադրանքով, որը ոչ մի կերպ չի հաստատվում։ Ու այսպես բոլորի նկատմամբ։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի իր քաղաքական բոլոր հակառակորդների նկատմամբ նա ունի այսպիսի վերաբերմունք։ Հիմա գնացել են այդ ԱԱԾ-ով, չգիտեմ ինչով, մարդու տուն է Ալֆա ջոկատով մտել, ժամը 7-ին մտնում ես մարդու տուն, երբ կեսը այդ ընտանիքի մի մասը կարող է նույնիսկ անկողնում է քնածել, դու մտնում ես այդ մարդու տուն, հետո, չգիտեմ, հետո գալիս ազգային ժողովում, երբ որ հարցնում են, լավ, այդ երեխեք կան այդ տանը, ինչ եք անում, ասում են երեխեքի հարցը մի շահարկեք, բա ինչի շահարկեմ։ Դու տուն ես մտել, ընտանիք ես մտել։ Ընտանիքից արդեն դեռ ժամանակին երևի այսպես բաներ էին մտածում խորհրդային միության ժամանակ, ասում են, եթե երկու զավակ են տղա, մեկին բանակ էին տանում, մեկին չէին տանում։ Սրանք գնացել երկու հոգի նույն ընտանիքից ձերբակալում են։ Տանում կալանավորում են։ Ինչի բան մյուս էս գործով անցնող են մյուս ընտանիքը։ Այն մյուս հայրը տնային կալանք, մայրը մորաքույրը կալանավորված։ Դե հա բոլոր օրինակները, ահա բերեք բոլոր օրինակները կողքի դնենք, ինչա կատարվում այստեղ։ Դու ըստ էության չգիտեմ ինչի համար վրեժ ես լուծում։ Հարց ես տալիս Ռոբերտ Քոչարյանին, ներողություն, Լևոն Քոչարյանին, ասում ես դուք ինչու եք հարուստ, դուք ինչու եք միլիոնատեր։ Եղբայր ամբողջ աշխարհում է այդպես, ես չգիտեմ որևէ հարուստի, որը ինչ որ ձևով չի հարստացել։ Հասկացանք։ Բայց նույն հարցը մի հատ դու քեզ տեր։ Քեզ տուր այդ նույն հարցը։ Կամ ես եմ տալիս այդ հարցը քեզ, պարոն Փաշինյան։ Դու ինչի ես հարուստ։ Ինչու ես միլիոնատեր։ Չգիտեմ, միջնորդավորված թե ինչ ձևով, ինչու ես միլիոնատեր։ Այսօր եկեք այդ հարցով մի հատ գործ բացենք, քեզ քննենք։ Ամբողջ Հայաստանում մի լումայի ներդրում չունես, անձնական։ Մեկ լումայի, մի հատ տուն չես կառուցել Հայաստանում։ Ոչինչ չես արել։ Որտեվ հասկանում ես, որ հենց կառուցես, արդեն պիտի հարցնեն այդ որտեղից։ Եվ դու թաքցնում ես։ Չես անում, գիտենք որ ունես, բայց չես անում։ Նույն 8.5 միլիարդ փող ես բերել դրսից։ Ու հասցրել ես պարտքը եսիմ ինչքանի։ Չի երևում այդ փողը ոչ միտեղ։ Բանակ ենք զինել, զենք ենք առել, չգիտեմ, ճանապարհ ենք սարքել, դպրոց ենք սարքել, մանկապարտեզ ենք սարքել, բոլոր ծրագրերը ինչի մասին հայտարարել եք, կիսատ է, չեք արել։ Կիսատ է, ճանապարհ եք սարքել, տվել եք Թուրքին։ Դպրոցը քանի 100 հատ դպրոց պիտի սարքեիք, կեսը չեք սարքել։ Քանի 100 հատ մանկապարտեզ պիտի սարքեիք, կեսը չեք սարքել։ Բանակն էլ տեսանք ոնց եք զինել։
Ես ցավով եմ ասում, բայց այսօր Ադրբեջանի բանակի եւ ռազմական ծախսերը որ նայում եմ, սարսափում եմ ուղակի, նրանց համար րոպեների հարց է դարձել Հայաստանը, Սյունիքով կիսելը։ Րոպեների հարց է։ Դու այդ ռազմավարական ճանապարհի կետը զիջում ես Ադրբեջանին, հայտարարում ես, որ դա Ադրբեջան է։ Երբեք հայկական չի եղել։ Ինչ ասելու բան ասա։ Այդ խորհրդային միության ժամանակ հասկանալի է, անկլավներ կային, այսպես դա խորհրդային միության ազգային հարցը լուծելու մեթոդիկաներ, այսպես մեկից մի բան վերցնել, մյուսին տալ, որպես իրանց միջև միշտ կռվախնձոր լինի եւ այդպես սուսիկ-փուսիկ վերընկնեն մնան։ Այդպես բաներ կար Հարավային Կովկասում, այդպիսի բաներ կային Միջին Ասիայում։ Հիմա Միջին Ասիայում կարծես վերացավ այդ կռվշտոցը, այդ ամեն ինչի շուրջ։ Եկել է Հայաստան, Ադրբեջան։ Չի զիջելու Ալիևը, ոչ մի թիզ քեզ չի զիջելու։ Արծվաշենը չի արծվաշենն էլ չեք վերցնելու, ձրի էլ տան չեք կարող վերցնել։ Ձեզ պետք չի։ Բայց դրա համար այդպես իրենք ինչ լավ առևտուր են անում։ Եկավ հասավ հիմա խոսում է այն մասին, որ թռիփը Հայաստանով չի անցնում, յան իբր թե են սահմանի են եզրով է գնում։ Կապ չունի հայկական տարածքների հետ։ Այդ ինչ ասելու բան է։ Այդ նշանակում է միջանցք ես տվել։ Դու նույն թռիփից օգտվելու հնարավորություն չունես, շատ լավ հասկանում ես, որ այդ թռիփին Թուրքիան պիտի միանա բոլորովին այլ գծով։ Քո այդ Գյումրիով անցնող այդ սահմանային ուղեկալեիք սարքում ինչ էիք անում, ուղղակի ֆուֆլո է, ոչ մի բան չկա այնտեղ։ Այդտեղով գնաց չի մտնելու Հայաստան Թուրքիայից։ Լավագույն դեպքում ինչ որ մի բան կբերեն, ցույց տալու ոնց որ Ադրբեջանից եք ապրանքներ բերում։ Դա է լինելու, թռիփը ձեզ համար չի աշխատելու, դա էլ եք տվել, միջանցքն էլ եք տվել, այսինքն։ Եվ հիմա երբ որ Ռոբերտ Քոչարյանը այս քարոզարշարժ ժամանակ այս բաների մասին խոսում է, իրան շատ ծանր է գալիս դա։ Եվ ինքը հասկանում է, որ իր ձայների այդ պակասը ամբողջ այդ քննադատությունից ու այդ խոսքերից են գալիս։ Որ ժողովուրդը կամաց-կամաց սկսում է հասկանալ, թե ինչ արել ինքը այս երկրի, այս պետության, այս ժողովրդի գլխին։ Եվ այդ ամեն ինչի գումարը տալիս է այսպիսի ուրեմն սանձարձակ գործողությունների հիմք։ Գնամ, բռնեմ, տանեմ, բան կզսնեմ։ Էս է այդ մարդու գաղափարը։ Խաղաղություն է, օրը բացվում է, ուրախանում ենք, որ լուրը չեկա բանակում հերթական մահը։ Կխնդրեմ ես աղետալի վիճակագրության անդրադառնալ, անկեղծ ասած ես չգիտեմ որ թիվը ասեմ, որը ճիշտ է, որովհետև աղետալի են ուղղակի թվերը։ Հա, վերջին ուրեմն այս անցած տարվա անցած ժամանակահատվածում մոտ 33-35 զոհի մասին է խոսքը։ Պապիկյան Սուրենը, պաշտպանության նախարարը, ասում է, ես ինչ մեղավոր եմ։ Բա ով է մեղավոր։ Չգիտեմ, բանակում հայ զինվորները կոտորում են իրար, դու մեղավոր չես։ Զորամասը այրվեց, 15 տղա միանգամից վառվեցին, մեղավոր չէիր դու։ Ես չգիտեմ ով է մեղավոր առհասարակ, Փաշինյանն է մեղավոր, ասա գնանք Փաշինյանից հարցնենք։ Իմիջիայլոց այն պահին, երբ որ ազգային ժողովի բակում Սուրեն Պապիկյանը լրագրողների հարցերին է պատասխանում, նույն պահին հերթական զոհի մասին նույնն է ասում։ Այո, ինքն էլ ասում է, վայ ես չեմ իմանում, նոր գնամ հեսակ ծանոթանամ կիմանամ, եղավ։ 37-ամյա ընտանիքի հայրը, երկու երեխա, երրորդ երեխային էլ կինը սպասում է։ Ինքնասպանություն գործել, հա։ Ես չգիտեմ, այսինքն մարդը հիմնավոր կասկածներ ունեն։ Դե գիտեք ինչ է, այնտեղ եթե բանակ չկա, եթե չկա բանակային կարգ ու կանոն, զինվորական նիստուկատ չկա, այդտեղ ամեն ինչ էլ կարող է պատահել։ Հիմա խոսում են նույնիսկ շատ այսպես տարեց եւ փորձառու զինվորականներ ասում են, որ բանակում տարածված է շատ այդ շահումով խաղերին տրվել է եւ այլն։ Մարդիկ պարտվում են, հետո չգիտեն ինչպես այդ գումարները հայթայթեն, ինքնասպանություն են գործում եւ այլն, զանազան բացատրություններ կան, բայց գլխավոր բացատրությունն այն է, որ մենք բանակ չունենք։ Զինվորին բանակ են տանում, որ մարդ դառնա, քաղաքացի դառնա, երկրի համար պիտանի մարդ դառնա, բայց գնում է 18-20 տարեկան տղան, գնում է բանակ, դառնում է հանցագործ, գնում է բանտ է նստում, որովհետեւ ձեռք է բարձրացնում իր հետ ծառայակցի վրա։
Այսպեսի բան չէր եղել, ավտոմատով կրակի հայ զինվորի վրա։ Էս ինչ բան էր։ Էն էլ ավտոմատ հերթով այդ կրակահերթով։ Լավ, սա ինչ ատելություն է։ Եվ սա ինչ բարձր թողի վիճակ է։ Դու նախարար ես գնանք շարքային Սամոխինին ասենք, այ շարքային Սամոխին, դու ես մեղավոր, որ բանակում մարդ ա մեռը։ Նախարարին չհարցնենք, ինքը մեղավոր չի, ինքը կապ չունի, ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, հա։ Բայց բանակի քաղաքական պաշտոններ զբաղեցնում թիվ 1։ Դուք շտաբի պետի պաշտոն ունեիք, դա էլ ոչինչ ասրիք, դարձրիք նախարարի տեղակալ։ Հիմա բոլորը քո բոլոր պատասխանատունը քո տեղակալներն են։ Տեսնեմ ինչ ես անելու։ Գնա պատասխան տուր, սովորական բան է։ Տեղի ունեցել։ Դու պիտի ընդամենը հրաժարական տաս, որովհետև այդ գործին չես տիրապետում։ Դու բերեցիր այն բանակը ցույց տվեցիր, որն իբր զինել եք։ Չես տիրապետում, այնտեղ զինված բանակ չկար։ Մի քանի կառոպկա այսպես զինվորներին շարել են, ողջույն պարոն նախարար եւ այլն, կարծում են դրանով բանակ ունեն իրենք։ Այդ նույն բանակը րոպեների տակ ես ասում, երբ նայում եմ Ադրբեջանի ուրեմն ծախսերը իր բանակի վրա, իր ռազմական ուժի վրա, ես սարսափում եմ ուղղակի։ Դուք մենակ եք մնում Ադրբեջանի դեմ, ելնում եք Ռուսաստանի դեմքին եք թռնում, չգիտեմ ինչ եք անում, ատոմակայան եք փակում, որ Ադրբեջանը ձեզ հոսանք տա, որ դուք լույսի ու ցրտի մեջ չմնաք, եւ դուք դեռ խոսում եք երկիր ղեկավարելուց ու անկախությունից։ Դուք լեգիտիմ չեք, առհասարակ, դուք ձեր երկրում ոչինչ չեք կարողանում անել։ Ոչ մի հարց երկրի համար դուք չեք կարողանում լուծել։ Սա ակնհայտ է ուղղակի։ Ակնհայտ է։ Մենք ուրախ կլինենք, որ Հայաստանին դուրս տնեն հապկից։ Ինչ է ուրախ։ Կխնդրեմ այս մասով շատ արագ իմիջիայլոց Պեսկովը արձագանքեց, ուղարկեք թղթերը։ Ուղարկեք թղթերը, խնդրեմ։ Ուղարկեք թղթերը, վեր կացեք, գնացեք, ձեզ պահող չկա այնտեղ։ Դուք ուզում եք, չգիտեմ, այնպիսի բաներ անել, որ հետո ամեն ինչ ասեք, դե մեզ հապկում չպահեցին, դե մեզ Արցախի պատերազմում չօգնեցին, մեզ Հայաստանի վրա հարձակում եղավ չօգնեցին, որ մեղավորներ նշանակեք, եկեք գնացեք, դուք եք սկսեք գործընթացը հապկից դուրս գալու։ Հապկում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու գործընթացը դուք եք սկսել, դա էլ հոակնհայտ է։ Դե թե սառեցնում եք, ուրեմն դուրս եկեք, էլ ինչ եք կանգնել կապիկություններ անում։ Եվ վերջո այդ մարդկանց համբերության բաժակն էլ ալեցվում, այդ հապկը անդամ լինելը հենց այնպես չի։ Դու պիտի քո ներդրումը կատարես, որպեսզի նաև ստանաս քո հասանելիքը, քո պաշտպանությունը։ Դու ամեն ինչը ոչնչացնում ես չունենալով որևէ այլ բան, այլընտրանք չունենալով։ Վաղը դու Ադրբեջանի դեմ կանգնելու ես մենակ, պատրաստ եք պատերազմելու։ Ես տակ եմ ասում, այդ պատերազմը լինելու է։ Չի կարող չլինել, որովհետև այս իշխանությունային խոստումները, որ տվել է Ադրբեջանին, չի կարողանում կատարել։ Լեգիտիմ չի, ոչ ոք չի ընդունում նրանց լեգիտիմությունը, անգամ Ադրբեջանը, Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան անգամ չի ընդունում ձեր լեգիտիմությունը։ Դու ինչքան ուզում ես գոռա, ես լեգիտիմ եմ, ես կզսնելու եմ, ասել եմ կզսնելու եմ։ Դու լեգիտիմ չես, ասել ես եւ չես կզսնելու։ Դա միայն խոսքեր են։ Քո աթոռը չգիտեմ ինչ ձևով դեռելի մի ինչ-որ ժամանակ պահելու համար։ Ինչքան՝ մի ամիս, 2 ամիս։ Վաղ մյուս օր այնպիսի հարցերի առաջ կամ կառնես, որ ուղղակի գլուխդ պիտի առնես ու փախչես ստեղից։ Ոչ մի արդարացում չկա այն ամենին, ինչ դու արել ես։ Սկսած Արցախը հանձնելուց վերջացրած ես ներողություն Տիգրանաշենով։ Հայաստանից հարյուրավոր կիլոմետրեր տվել ես։ Այդ քարտեզը կպցրել ես դոշից չի համապատասխանում արդեն իրականությանը։ Չի համապատասխանում։ Վաղը որ Սևանը տվեցիր, այդ քարտեզը էլի ես խուզելու։ Վերջը Հայաստանը կդարձնեք Ադրբեջանի ինչ-որ արևմտյան նահանգ կվերջանա։ Ինչ գոյություն ունենալ, որ նա կդարձնեն։ Դե հիմա գուցե դեռ մի ժամանակ Հայաստան բառը կմնա, բայց վերջը դա էլ դուրս կգա։
Հայաստանը վարում է կեղծ քաղաքականություն եւ խաբում է ԵԱՏՄ-ի գործընկերներին, ստանում է կազմակերպությանը մասնակցելուց արտոնություններ, բայց մտադրություն ունի միանալ Եվրոպական միությանը։ Հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալոդինը։ Կխնդրեմ այս հարցով էլ ձեր տեսակետը արտահայտեք։ Դե այդպես է, ռուսները դրանց չէ, ցինիկը դե ուրիշ բառերել են ասում, այդ ամբողջը չեն գրում, այդ ցինիկը դեռ հա, ծաղիկներն են առաջի։ Այնպիսի բաներ են ասում, որ սրանք ամոթից գետին էլ կմտնեն, եթե իհարկե այդ ժողովրդի մեջ տարածվի։ Որտեղ ռուսական այդ լեզուն, երբ որ իրանց հակառակորդի մասին են խոսում, արդեն ինչ շատ լավ ծանոթ է, թե ինչ լեքսիկոն են օգտագործում։ Մարդիկ հստակ ասեցին սրանց ավելի շուտ, ասեցին մենք չենք պատրաստվում ֆինանսավորել ձեր դեպի Եվրոպա ընթացքը։ Դուք մնալով ԵԱՏՄ-ում ստանում եք շատ տնտեսական առավելություններ, գոյատևում եք, որպեսզի այդ ընթացքում հասցնեք ընկնել Եվրոպա եւ մեզ էլ անդադ վատաբանել։ Ռուսաստանին մարտահրավերներ ուղարկել։ Ի վերջո հասկացել, որ այդ ԵԱՏՄ-ն ստեղծել է Ռուսաստան, նույն ՀԱՊԿ-ը ստեղծել է Ռուսաստանը։ Այդ նույն Պուտինի հոգեզավակներն են այդ կառույցները։ Դու հիմա եկել ես դրա դեմ խոսում ես, օրենք ես ընդունել, որ Պուտինին կձերբակալես Հայաստան գալու դեպքում։ Չէ, այդ ամեն ինչը արել ես։ Հիմա եկել ես այստեղ շատ ներողություն։ Բա Վալոդինը քիչ է ասել, կապիկություն ես անում։ Եվ ոնց կարելի է։ Խոտ չեն ուտում, չէ՞, այդ մարդիկ այնտեղ Կրեմլում նստած։ Ալեն Սիմոնյանը նոր պաշտոնում հերթական ապուշությունը դուրս տվեց։ Հերթական ապուշություն, ասում եմ, Մոսկվայից դեռ չեն զանգարել Ռոբերտ Քոչարյանի հարցով եւ հավանաբար չզանգեն էլ, որովհետեւ իմաստ չկա։ Այդտեղա պաշտոնը դել փոխեցին, քո մեջ բան չփոխվեց։ Պուտինը երբևէ այս ընթացքում անհատապես, անվանապես որևէ մեկի համար ձեզ միջնորդած կա, զանգած կա։ Որտեղ Ռուսաստանի խնդիրները, որտեղ ձեր խնդիրները։ Դուք մի հատ գլոբալ բանի մեջ եք հայտնվել այսպես մեծ խնդրեմի, որտեղ ուզում եք ցույց տալ, թե առաջնայինը ձեր խնդիրներն են, չէ։ Առաջնայինը այստեղ Ռուսաստանի եւ մյուս մեծ պետությունների խնդիրներն են լուծվում։ Եվ թե դուք ինչ տեղ կունենաք ընդհանուր այդ լուծումից հետո այս ամբողջ հարցի մեջ, դա արդեն երրորդական, չորրորդական հարց է իրենց համար։ Պուտինը պիտի զանգի Նիկոլ Փաշինյանին կամ քեզ պիտի զանգի ասի, այ անվտանգության խորհրդի քարտուղար, ինչ կլինի Ռոբերտ Քոչարյանին բաց թողեք, հա։ Սամվել Կարապետյանին բռնեցիք, Պուտինը անհատապես խոսեց այդ մասին։ Շատ նորմալ ձևակերպում են տվել բոլոր քաղաքական ուժերին հավասար իրավունք տվեք, որ մասնակցեն ընտրություններին։ Սա է քաղաքականություն, ոչ թե այդ գեղցու տրամաբանությամբ արդեն 8 տարի վերընկած եք ձեր պաշտոններին։ 8 տարի։ Նույն տրամաբանությունը, որ ունեցել եք մինչև 18 թիվը, պահպանվել է, ոչինչ չի փոխվել։ Պետական ոչինչ չկա ձեր մտածողության մեջ։ Չի մտել։ Պուտինը ասում է, չի զանգե, մեզ չի ասել, որ Քոչարյանի համար սենց միջամտի եւ այլ, լավ էլի։ Նորից հիշեցնեմ Պեսկովի խոսքը, որ հաղորդման սկզբում ասեցի։ Մարդը ասեց, Հայաստանում խորքային քաղաքական process-ներ են ընթանում։ Մենք հետևում ենք։ Դե հիմա ինչ process-ներ են, բարի եղեք, բացատրեք մի հատ։ Ես որովհետև ավելի շատ նրանց եմ հավատում, քան ձեզ։ Դուք ինչ ասել եք, ստել եք, սուտ է դուրս եկել, փուչ է դուրս եկել։ Այսպես փոթորիկ եք անում, մեջը բան չկա։ Ու դեռ բախտներդ բերել է, որ հակադարձումը փորձ է արվում այնպես անել, որ Հայաստանը վնաս չկրի։ Եթե այստեղ ամեն ինչ այդ մարդիկ դնեն մի կողմ ու բոլորովին այլ կողմ տանեն այս պայքարը, ձեզնից ոչինչ չի մնա, Հայաստանից էլ հետը։ Բայց այդ մարդիկ չեն անում, որովհետև պետական մարդիկ են եղել։ Պետական մտածողությամբ մարդիկ են նրանք։ Պետության ղեկավար են եղել։ 10 տարի պետությունը ղեկավարել մի հատ կրակոտ չի եղել սահմանին։ Դուք հիմա եկել եք
3-4 հատ պատերազմ եք բերել երկրի գլխին, կանգնել խաղաղությունից եք խոսում։ Դուք այնքան հեռու եք խաղաղությունից, որ նույնիսկ այդ հայ-ադրբեջանական խաղաղություն, դուք իսկի ներսում խաղաղություն չեք կարողանում պահել։ Դուք ձեր բանակում խաղաղ պայմաններում չեք կարողանում բանակ ստեղծել, բանակ զինել, բանակ, չգիտեմ, կարգ ու կանոն հաստատել բանակում։ Դու այս բանակը, որ զինվորները կրակում են իրար վրա, դու այս բանակով կարող ես Ադրբեջանին դիմակայել։ Պապիկյան Սուրեն, դու ինչ ես անելու պատերազմի ժամանակ։ Մանավանդ եթե քո գերագույն գլխավոր հրամանատարն էլ մի հատ Նիկոլ Փաշինյանը դառնա։ Ինչ եք անելու։ Տեսել ենք, չէ՞ ոնց է պատերազմ ղեկավարում այդ մարդը հրամաններ տալիս, ինչեր անում։ Բա որ մի հատ նոր մեծ պատերազմ սկսվի, ով է կանգնելու, ով է Հայաստանը պաշտպանելու։ Հապկից դուրս եք գալիս։ Պուտինին բռնում վախեցնում եք, չեք թողում Հայաստան գա բան։ Այնտեղ գեներալներ ունեք, որ հիմա նույնիսկ падգամավորել չեք, բայց այնքան են ուրեմն կեղտոտվել ու լղոզվել ձեզ, որ ուրիշ բան չեն կարող, հայավարի երկու բառ չեն կարող խոսել Հայաստանի օգտին։ Հիմար խոսում են մենակ թե Նիկոլի օգտին խոսեն։ Գնացեք գեներալներ եք, բայց ի՞նչ է ձեր բանակը։ Դուք ինչ ծառայությունը վերջասիկ բրծակ, հա։ Այդպես չի լինում։ Նորատեր Գրիգորյանին հիշեք մի հատ։ Մարդը մինչև կյանքի վերջի րոպեն Հայաստանի բանակի հետ է։ Չէ, ինչ անես էլի, սրանք կարծում են թե այս պետությունը այնքան հասարակ բան է, որ իրենք եկել են, հա, ինչ որ հա ձերը այս կողմ տնկի, այս կողմ կգնա, այն կողմ տնկի, այն կողմ կգնա, չգիտեմ, աստղային հիվանդությունն է սրանց տարել, ինչ է եղել, չգիտեմ, ամեն մեկը իրան եսի մի բան երևակայում է։ Հայ թուրքական հարաբերությունների մասին երկու բառ ասա։ Ցեղասպանության հարցը հանելու են, միջազգային սկսացենք պահանջներից ավելի, ըստ էության ցեղասպանության սրակներն ուղղեց Ռուսաստանի կողմը։ Հա, այդ էլ արեց այն ինչ որ նույն թուրքական բանն է, որ հայերը այնտեղ էսպես վարվեցին պատերազմի ժամանակ, դրա համար էսպիսի բաներ եղավ եւ այլն։ Դա հին պատմություն է։ Բայց դուք տեսեք ինչ է կատարվում, իբր թե հայ-թուրքական հարաբերություններ են կարգավորում մարդիկ։ Տարիներով ինչ որ մի հատ բանագնաց ունի Ռուբեն Ռուբինյան, գնում է, խոսում է, գալիս է, գնում է, գալիս է, հիմա վերցնում այդ Ռուբեն Ռուբինյանին բանակցային այդ process-ից բերում նշանակում է ազգային ժողովի նախագահ։ Հիմա Թուրքի մտածողությունը տեսեք որն է, նա մտածում է թե մի process է սկսվել։ Դա պիտի լինի ստաբիլ process, պիտի գնա նորմալ, այսինքն հայկական կողմը պիտի այն ամեն ինչը ինչի մասին պայմանավորվում է, հնարավորինս նույն մարդկանց միջոցով փորձի բերել հասցնել վերջին։ Բայց ինքը վերցնում նրան բերում է այստեղ, այնտեղ էլ դեռ մարդ չի նշանակել։ Այդ ի՞նչ բանակցություններ են Թուրքիայի հետ։ Երևի հասկացել եք, որ չի բացվելու, հա, երկաթգիծ արդեն։ Եթե չի բացվելու, ինչու էր այս ամբողջ աղմուկը։ Գնացիք թղթեր ստորագրեցիք, հայտարարություններ արիք, Արցախից հրաժարվեցիք, Հայաստանի տարածքներից հրաժարվեցիք, ամեն ինչից հրաժարվեցիք, վերջում ստացաք 0 արդյունք։ Նույն հայ-թուրքական հարաբերություններում։ 0-ից ցածր արդյունք ունեք Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այս սահմանագծում, սահմանազատում այն զարում է, այս ընթացքը որ գնում է, այս process-ը, սա վերջ չունի։ Սա վերջ չունի, ուզում եք հյուսիսից գնացեք հարավ, ուզում եք հարավից եկեք հյուսիս, վերջ չունի, այնքան ժամանակ մինչև Ադրբեջանը իր ուզածը ամբողջությամբ չստանա։ Եվ Մհեր Գրիգորյան հարգելիս, դու պիտի գնաս ու գաս, տեսնես իրենք ինչ են ասում, գաս վարչապետի տասես։ Ձեզ հաշվի տեղ չեն դնում, ձեր կարծիքը չեն քննարկում։ Դուք բուտաֆորիա եք, այս ամբողջ ամեն ինչի մեջ։ Հա գործիկ, ուղղակի ներկայություն, որ ֆոն ապահովեն, հասկանում եք։ Ֆոն են այս պահին եւ իրենք շատ ձեռնտու ֆոն է, սա Ադրբեջանին։ Սրանց միջոցով շատ լավ կործանում են Հայաստանը։ Վերացնում են Հայաստանը։
Հիմա էլ բերել է կառավարության ծրագիր, չէ՞ ներկայացրեց։ Շատ ազնիվ ծրագիր, սահմանադրության բարձրացության վիճակագիր չի լինելու, Արցախ չի լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքները, Տիգրանաշեն եւ մյուս տարածքները չեն դեօկուպացվելու եւ չեն լինելու ավելի եկեղեցին վերապար հայրապետի դեմ գնալու ենք, որովհետեւ Արցախի համարել է աղոթում եւ պատերազմի քարոզչության ինստիտուտը է վերածել հայ առաքելական եկեղեցին։ Այո, այդ առումով շատ ազնիվ է եւ հիմա նույն ազնվությամբ կարող ենք ասել, որ այս Հայաստանի կործանումը դրվել է ծրագրային հիմքերի վրա։ Առաջ յաբախտի էին գործում, յաբախտի ինչ կլինի։ Հիմա չէ, հիմա արդեն ծրագրավորած է ամեն ինչը։ Իրանց ծրագրով բերել ներկայացրել են, ազնվորեն բերել ներկայացրել են։ Հայ ժողովուրդ ջան, դու կարող ես արդեն ուրախանալ, գոնե գիտես թե ինչեր են անելու։ Իրենց ծրագրով։ Ուղղակի այստեղ մի դրական բան կա, որ այս ուժը Փաշինյանի գլխավորությամբ իր հայտարարություններից իր ծրագրերից ոչ մի բան չի կատարել, չի կարողացել կատարել, այսինքն սա էլ չի կարողանալու անել եւ ես այդ հույսն ունեմ, որ տապալելու են, գցելու են իրենց ոտին ամեն ինչ։ Հենց մենակ են, որ հռչակագիրը չեն կարողանալու ոչնչացնել։ Հենց մենակ այն, որ եկեղեցին չեն կարողանալու տապալել, պառակտել։ Չգիտեմ, կարող են գնալ, բռնել, բաց թողել եւ այլն։ Ինչքան, դա էլ ինչ որ մի ժամանակ կա, որ դա էլ է դառնում արդեն ծիծաղելի, էլի։ Ծիծաղելի, բառից բուն իմաստով ծիծաղելի վիճակ։ Ես եմ շնորհակալ։